Այժմ մեր հաջորդ զեկուցողն է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, համեցեք պարոն նախարար։ Հանձնաժողովի հարգելի նախագահներ, հարգելի պարոն նախարար, հարգելի պատգամավորներ, հարգելի ներկաներ, 2025 թվականի ընթացքում ներկայացնեմ երկու ուղղություններով, մասնավորապես Եվրասիական տնտեսական միության եւ իհարկե եվրոպական ուղղությամբ տնտեսական զարգացումները, նախ ընդհանուր գնահատական կարճ ներկայացնեմ։ Հայաստանի տնտեսական զարգացման միտումները նախորդ տարվա ընթացքում շարունակել են մնալ բարձր։ Հայաստանը աշխարհի միջին տնտեսական աճից 2.1 անգամ ավելի արագ է աճել եւ ավելի քան 4 անգամ ԵԱՏՄ աճից է ավելի արագ աճել եւ Հայաստանը արագ է աճել նաեւ այսպես ասած 2 անգամ ավելի արագ է աճել նաեւ զարգացող երկրների համեմատությամբ, այսպես ասենք, եթե նույն լիգայում Հայաստանին տեղավորենք երկրների հետ, ապա այդ երկրների շարքում էլ Հայաստանը 2 անգամ ավելի արագ է աճել եւ մեր աճը նախորդ տարի կազմել է 7.1%։ Հաջորդ կարևոր քաղաքական հանձնառությունը, որի մասին ես ուզում եմ խոսել եւ բնականաբար մենք 3 ընտրություններ ենք ունեցել եւ իհարկե քաղաքական գնահատականներ տրվել են եւ կտրվեն դրա հետ կապված, բայց շատ կարեւոր է մենք ինչ ենք խոստացել եւ այդ խոստումները կատարել ենք, դրա համար է նաեւ այդ արդյունքները եղել։ Մենք երբ որ 5 տարի առաջ խոսում ենք նրա մասին, որ 7% տնտեսական աճ պետք է լինի հաջորդ 5 տարվա ընթացքում, շատերը թերահավատ էին, շատերը դրա մասին նշում էին, որ դա պարզապես ուղղակի հերթական խոստումն է, բայց արդյունքը եղել է ոչ թե 7, այլ 7.9% եւ սա շատ բարձր ցուցանիշ է, այսինքն մենք դրված թիրախը գերազանցել ենք։ Հայաստանի տնտեսության շարունակական զարգացումը բնութագրող բազմաթիվ ցուցանիշներ կան, որոնց բավականին հաճախ մենք անդրադարձել ենք, այդ թվում Հանրապետության վարչապետը այսօր մի քանի կարևոր թվերի անդրադարձավ, համախառն ներքին արդյունք, մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունք եւ այսպես շարունակ։ Նշեմ, որ մեր մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքով Հայաստանը $9,500 արդյունքով աշխարհում 97-րդն է այս պահին 203 երկրների մեջ եւ եթե 5 տարի առաջ Հայաստանը, եթե պայմանական բաժանենք երկու մասի, հարուստ խումբ եւ ոչ այնքան, մենք երկրորդ մասում էինք, հիմա արդեն մենք առաջին մասում ենք, այսինքն լավագույն կեսի մեջ ենք մտնում եւ բնականաբար, բայց մեր խնդիրն է, որ այս թիվը իհարկե հայտնվենք, չգիտեմ, 80-յակում, 60-յակում եւ այսպես շարունակ գնանք առաջ։ Շատ կարևոր է, թե մեր տնտեսական աճը ինչի վրա է հիմնվել։ Տեսեք, էլի քաղաքական նախորդ քարոզարշավին օրինակ շատ է նշվում, որ պետք է աշխատատեղերի վրա պետք է կենտրոնանանք, դա շատ կարևոր բան է։ Եվ մենք կառավարության մեր նախընտրական ծրագրում նշել ենք 125,000 աշխատատեղ հաջորդ 5 տարում, այն պարագայում, երբ որ մոտ 290,000 նախորդ 7-8 տարում ստեղծել էինք։ Ինչի ենք 125,000-ը նշել, երկու պատճառով։ Պատճառ 1. Հայաստանում 300,000 մարդ պարզապես չկա, ով ուզում է աշխատել կամ կարող է աշխատել։ Հայաստանի Հանրապետությունում կա 175,000 եւ մի փոքր ավել մարդ, որ տեսականորեն կարող է աշխատել։ Օրինակ այդ մարդկանց մի մասին, եթե աշխատանք տանք, իրենք չեն աշխատի։ Օրինակ խորհրդային միության ժամանակ օրենք կար, որ պարտադիր բոլորը պետք է աշխատեն, բայց մարդիկ ամեն ինչ անում էին, նույնիսկ կաշառք էին տալիս, որպեսզի չաշխատեն։ Այսինքն այնպես չի, որ մենք եթե 175,000 աշխատատեղ ստեղծենք, բոլորը աշխատելու են։ Տեսականորեն Հայաստանում կարող է աշխատել 175,000 մարդ, բայց այդ մարդկանց մեջ կլինեն մարդիկ, օրինակ, որոնք որ չեն ուզենա աշխատել, որովհետև դրա կարիքը չունեն, ենթադրենք։ Սոցիալիզացիայի առումով խնդիր չունեն, ֆինանսական առումով խնդիր չունեն եւ չեն ուզում։ Սա մեկ։ Երկրորդը, ինչու 125,000, որովհետև դա
ռեալ էնթիվն է, որ մենք հաշվարկել ենք։ Շատ կարևոր է նշել, որ նաև վերջին գիտական աշխատություններ, Նոբելյան մրցանակակիրներ անգամ կար այդ մասով, որ ասում են, եւ դա տրամաբանական է, տնտեսական աճը ներկա ժամանակների պարտադիր չէ եւ չի կարող ուղեկցվել նույն քանակի աշխատատեղերի ստեղծմամբ, որովհետեւ տնտեսական աճի մեջ ներկա տնտեսական զարգացումներում արտադրողականությունը ունի շատ ավելի կարևոր նշանակություն։ Կարճ ասած, եթե սրանից 1000 տարի առաջ մեկ մարդը մշակում էր 1 հեկտար հող, 2 հեկտար հող մշակելու համար պետք էր 2 մարդ, հիմա մեկ մարդը կարող է այսօր մշակել 1 հեկտար հող, վաղն էլ մշակել այդ նույն մարդը 2 հեկտար հող, որովհետև ինքը օրինակ նոր տեխնոլոգիաներ կարա ձեռք բերի, արտադրողականությունը ավելացնի եւ այլն։ Եթե շատ այդպես կհետաքրքրի, նույնիսկ դա կոչվում է այդ սոլոյի տնտեսական աճի մոդել, այդ մոդելը, որովհետև որտեղ արտադրողականության, կապիտալի կուտակման եւ գիտելիքի կուտակման վրա է ամբողջ ուրեմն տնտեսական զարգացումները տեղի ունենում եւ այստեղ մի շատ կարեւոր բան կա, որի մասին ես ուզում եմ նշել, դա այն է, որ 25 թվականին 17-ի համեմատ մեր արտադրողականությունը 2 անգամ աճել է։ Եթե մեկ մարդը 1 ժամում 11.3 դոլարի արդյունք էր ստեղծում սրանից 8 տարի առաջ, հիմա այդ նույն մարդը, պայմանական այդ նույն մարդը, արդեն ստեղծում է ներողություն, ստեղծում էր 5 դոլարի, 5-6 դոլարի չափ արժեք, հիմա ստեղծում է 11.3 դոլար, այսինքն 2 անգամ ավելի շատ արժեք է այդ մարդը 1 ժամում ստեղծում։ Իսկ ինչպես է կարողացել այդ մարդը ստեղծել այդ արժեքը, այդտեղ 3 հիմնական բան կա։ Էլի ասում եմ, դա կապիտալն է, գիտելիքն է եւ ուրեմն դրա հետևանքով մասշտաբի մեծացում արտադրողականությունը։ Հիմա մեր ծրագրերը նաեւ այդ ծրագրերի մասին վարչապետը այսօր խոսեց, օրինակ արտադրողականության բարձրացման ծրագիր։ Ինչի համար ենք առհասարակ կառավարությունը ամբողջապես եւ մասնավորապես էկոնոմիկայի նախարարությունը կենտրոնանում կապիտալի կուտակման, գիտելիքի կուտակման եւ արտադրողականության բարձրացման վրա, որովհետեւ մենք շատ մեծ պոտենցիալ ենք տեսնում ինտենսիվացման մեջ եւ ունենք այդ առումով բավականին սահմանափակ պոտենցիալ օրինակ էքստենսիվ աճի մեջ։ Օրինակ երկրներ կա, որոնք իրենց բնակչությունը շատ արագ է աճում, ենթադրենք իրենք կարող են իրենց թույլ տալ նաեւ էքստենսիվ աճի տրամաբանություն։ Մենք կենտրոնանում ենք ինտենսիվացման վրա եւ մեր արտադրողականությունը այդտեղ շատ ուրեմն մեծացնում ենք այդ եղանակով ներողություն։ Եվ այդ է պատճառը, որ մենք հիմա սուբսիդավորում ենք արտադրողականությունը։ Ինչ է դա նշանակում։ Մենք ասում ենք արտադրողին հետևյալը. եթե դու ուզում ես քո հին տեխնոլոգիաները փոխես նոր տեխնոլոգիաներով, ապա կառավարությունը քո կողքին է։ Այսինքն այդտեղ ֆինանսական աջակցության տարբեր մեխանիզմներ կա, մենք դրանով օգնում ենք, որպեսզի մեր արտադրողները գնան եւ ամենաժամանակակից գերմանական, ամերիկյան, ճապոնական, չինական եւ այլն այդ տեխնոլոգիաները բերեն դնեն։ Եվ գրեթե օր չկա, որ մենք այդպիսի սուբսիդավորում չենք ունենում։ Դա մեկ։ Երկրորդը ասում ենք, որ մենք աջակցում ենք ձեզ, որպեսզի դուք գիտելիք ձեռք բերեք։ Ընդ որում մեծ հաշվով մենք ամբողջ կառավարությունը դրա այդ քաղաքականության կրող է, որովհետեւ երբ որ մենք ասում ենք, որ գյուղում մանկապարտեզ չկա, մանկապարտեզ են կառուցում, դպրոցում սպորտալից չկա կամ լաբորատորիա չկա, այդ են կառուցում եւ այլն, այսինքն դրանք այդ բոլորը գիտելիքի կուտակման մաս են։ Նույնը այստեղ է, նաև ասում ենք, որ եթե դու նոր գիտելիք ես ձեռք բերում, խորհրդատվություն ես ձեռք բերում, մասնագիտական եւ այլն, ապա կառավարությունը դա եւս սուբսիդավորում է եւ բնականաբար դրան զուգահեռ նաև կապիտալի կուտակում, մասշտաբների մեծացում եւ այլն։ Հիմա այստեղ մի փոքր նաև անցում կատարեմ արդյունքների մասին, որովհետեւ այս օրերին, երբ որ մենք քննարկում էինք հայկական արտահանման, այսպես ասած, վերափոխումը դեպի եվրասիականից օրինակ եվրոպական ուղղություն, իհարկե դա մեր համար նորություն չէր, բայց առաջի արձանագրումը նա էր, որ այլևս անցել են ժամանակները, երբ որ մենք ասում ենք, որ հայկական արտադրանքը Եվրոպայի մրցունակ չէ որակական առումով։ Դիցուկ, մեկ օրինակ բերեմ,
Հայաստանում կան հարյուրավոր հեկտարներով ջերմատներ, որոնք մեկի նույնն են, ինչը հոլանդականն է, ֆրանսիականն է, գերմանականն է եւ այլն։ Այսինքն ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, անգամ կառուցապատողը ֆրանսիական ընկերությունն է։ Հերիք չի տեխնոլոգիան օրինակ ֆրանսիականա, ճապոնականա, գերմանականա է, կառուցապատող աշխատողները հայաստանցիներ չեն։ Ֆրանսիացիներ գալիս են, կառուցապատում են, գնում են։ Մեթոդները ստանդարտի մեջ ինչ գրված է, դրանք այս ստանդարտում այսպես պետք է լինի։ Մեկին նույնական են։ Այսինքն այն product-ը, որը արտադրվում է, օրինակ այն ծաղիկը կլինի, լոլիկ կլինի եւ այլն։ Դրանք ամբողջությամբ մենք հարյուրավոր հեկտարներով ունենք, որոնք որ նույնական են։ Օրինակ, օրգանականի մասով մենք հարյուրավոր հեկտարներով ունենք ջերմատներ, որտեղ պեստիցիդ չեն օգտագործում, որովհետև ստանդարտին չի համապատասխանում, ստանդարտի մեջ չկա պեստիցիդ եւ հետեւաբար ինչ են անում։ Մեթոդը բանության մեջ գրած է, որ պետքա պեստիցիդ չլինի։ Ինչ պետքա լինի, կա օրինակ մի հատ միջատ, որը ուտում է այդ միջատին։ Բերում են այդ միջատը բաց են թողնում այդ ջերմատան մեջ, այդ միջատը ուտում են մյուս միջատին, որը չի ուտում օրինակ պոմիդորը, եւ արդյունքում չկա եւ պեստիցիդի կարիք եւ նաեւ համապատասխան 100% օրգանական այդ բանը։ Հիմա որն է մեր այդ դեպքում մեր մրցունակության խնդիրը, օրինակ ինչու ենք մենք աջակցում այդ մրցունակության բանին, որտեղ այնուամենայնիվ այդ մրցունակության բացը կա։ Այսինքն այստեղ խնդիրը ստանդարտի մեջ չի, փաստաթղթերի մեջ չի, որովհետև այն ամենաբարձր ստանդարտը, օրինակ, չգիտեմ, Global Gelb Certificate, այդ ունի եւ ֆրանսիացի ֆերմերը եւ հայաստանցի ֆերմերը։ Երկուսն էլ ունեն այդ, որը անհրաժեշտ է եվրոպական շուկայում վաճառելու համար։ Խնդիրը երկու բան մեջ է։ Առաջինը հետեւյալն է, բնականաբար կա մաքսային սահման, եւ որովհետեւ եթե մենք անցնում ենք օրինակ եվրոպական տարածք, արդեն իսկ նշանակում է օրինակ 14.4 կամ 8% մաքսատուրք, որը արդեն իսկ այդքան չափով մրցունակությունը մեր իջեցնում է։ Դրա համար նաեւ վարչապետը հայտարարեց, որ մենք առայժմ քայլ 1 պետությունը կսուբսիդավորի այդ փողը, քայլ 2 հիմա քիչ առաջ նաև արտգործնախարարը դրա մասին ասեց, ակտիվ աշխատանք է տարվում, որպեսզի մենք ATM կամ նման մի հատ գործիք ձեռք բերենք, որը ըստ էության անմաքս տարածքի մեջ կմտնենք Եվրոպայի հետ, եւ երկրորդը իհարկե աշխարհագրական հեռավորությունն է։ Աշխարհագրական հեռավորություն ասելով նկատի ունեմ, որ այնուամենայնիվ Հայաստանը դեռևս ԵՄ-ի հետ սահման չունի, ինչու եմ ասում դեռևս, որովհետև մենք ունենք երկու հարևան, ով ԵՄ անդամության տեխնացու են, եւ քանի որ մենք դեռևս ԵՄ-ի հետ ուղիղ սահման չունենք եւ հեռավորության բավականին մեծ հեռավորություն ենք հիմնական շուկաներից, մենք այստեղ բավականին շատ ծախսեր ենք անում, որոնք որ մրցունակության մասով դեռևս խնդիր են ստեղծում։ Ես մի օրինակ հիմա ձեզ կարող եմ բերել, որպեսզի պատկերացնեք։ Ենթադրենք ինչ որ բանի սացիլ, ելակի սացիլը, եւ ֆրանսիացի ֆերմերը եւ հայաստանցի ֆերմերը առնում է ենթադրենք հոլանդական X ընկերությունից։ Ֆրանսիացին, չգիտեմ, $500 է ծախսում, որպեսզի տեղափոխի դա տնկի, մենք $8,000 ենք ծախսում, որպեսզի դա տեղափոխենք եւ տնկենք։ Եվ այդ 7,500-ը արդեն ոչ մրցունակական մրցունակությունը իջացնում է, որովհետեւ շուկայում, եթե դու նույն շուկայում ես վաճառում, դու պետք է հաշվի առնես ինքնարժեքի մեջ դա։ Այստեղ կառավարության նախագիծ ենք, հիմա իմ տեղակալ էսպահին կառավարությունում հենց այդ քննարկմանն է, հենց այս պահին, հաջորդ հինգշաբթի օրը մենք կընդունենք այդպիսի, որտեղ տրանսպորտային ծախսերի մասնակի սուբսիդավորում ենք անելու նաև եվրոպական գործընկերների աջակցությամբ, որպեսզի կարողանանք այս ծախսերի մեջ մասնակի սուբսիդավորելով ելի մրցունակության հարցը ուրեմն լուծենք, զուգահեռ նաև այստեղ ծավալների ավելացմամբ մենք հնարավորություն կունենանք ծավալների ավելացմամբ իհարկե փորձել հնարավորինս բերել նրա, որ մեր մրցունակությունը միավոր ապրանքի հաշվով բարձրանա։ Հարց տրվեց նաև եւ պարոն Միրզոյանը պատասխանեց եւ Արաբության Հանրապետության վարչապետը անդրադարձավ հոլանդական բորսա աճուրդի մասին։ Սա
ֆանտաստիկ մեծ հնարավորություն է, այդ իհարկե երկու կարևոր պայման կա այդտեղ հայտնվելու, որակական եւ քաղաքական պարամետրերը, եւ եթե մենք հայտնվել ենք, դա նշանակում է, որ եւ քաղաքական համաձայնություններն են ամբողջությամբ ձեռք բերված եւ որակական, այնուամենայնիվ, եթե մեր որակը չբավարարեր, դժվար է հավատալ, որ մեզ թույլ կտային օգտվել այդ հնարավորությունից, բայց սա եւս մեր պետության եւ տնտեսության որակական փոփոխության մասին է։ Եվ ամենայն հարգանքով, բայց եթե մենք կարող ենք վաճառել բորսայում ինչ-որ ապրանք, պետք չի տանել որևէ այլ երկրի որևէ շուկայում ուղղակի կանգնացնել մեքենան ու վաճառել, որովհետև շատ հաճախ մենք հենց կանում ենք, կա կոնկրետ քաղաք, այդ քաղաքում կա շուկա, եւ շուկայում ուղղակի մենք վաճառում ենք այդ ապրանքը, մի բան, որը շատ ավելի լավ որակի է եւ մի բան, որ շատ ավելի պատշաճ միջավայրում կարող է վաճառվել եւ այս առումով կարծում եմ, որ սա էլ է կարեւոր։ Ես չեմ ուզում շատ ձեր համբերությունը չարաշահեմ, բայց ես հատուկ խոսեցի կոնկրետ օրինակների մասին, որպեսզի նաև հստակ ասենք, որ մեր տնտեսությունը վերջին տարիներին էական որակական փոփոխությունների է ենթարկվել, որը մեծ հնարավորություն է տալիս մրցունակ ապրանքներ արտահանել տարբեր երկրներ, եւ ես ուզում եմ ասել, որ իմիջիայլոց ԵԱՏՄ-ի մասին որ խոսում ենք, ԵԱՏՄ ստանդարտներն են շատ բարձր։ ԵԱՏՄ ստանդարտները եվրոպական ստանդարտներն են, Եվրոպայից վերցրել են, այդ ստանդարտները դրել են։ Որոշ դեպքեր նույնիսկ ավելի բարձր են, այսինքն հատուկ որպեսի այնտեղ հասկանալի ամեն մի տնտեսական միություն իր շահերն է հետապնդում, նույնիսկ ավելի բարձր ստանդարտ են դրել։ Մենք եւ այս առումով ուզում եմ ասել, որ մենք որակական առումով եւ եթե խոսում ենք եվրոպական շուկային համապատասխանության մասին կամ ԵԱՏՄ շուկային, դա նորմալ է, որովհետեւ այդ ստանդարտներին մենք համապատասխանում ենք։ Իհարկե կան դեռևս արտադրողներ, որոնք որ ավանդական տեխնոլոգիաների կամ ավանդական մեթոդների մասնաբաժին իրենց մոտ մեծ է եւ իրենք բնականաբար խնդիրներ կունենան եւ ԵԱՏՄ եւ եվրոպական շուկաներում, բայց նաեւ մեր խնդիրն է, որ իրենց հենց այդ ֆինանսական աջակցություններով կօգնենք, որ իրենք զարգանան, այդ մրցունակությունը կարողանան ապահովել։ Թեև այսքանը մնացած է հարցերի տեսքով սիրով պատասխան։ Շնորհակալություն շատ, պարոն Պապոյան, ես մի հատ այսպիսի հարց ունեմ, տեսեք, վերջին շրջանում, երբ մենք բախվեցինք ԵԱՏՄ շուկայում մեր արտադրանքի իրացման այդ կապված սահմանափակումներին, սկսեցինք այլ ընտրանքներ փնտրել եւ այլ, դիմեցինք ԵՄ գործընկերներին եւ այլն, բայց իմ հարցը մի քիչ կարող է շատ տրիվիալ հնչել, շատ բանալ, էլի, բայց գոնե այդ փորձը հաշվի առնելով մենք չենք կարող գոնե հիմիկվանից սկսած հակել մեր տնտեսվարողներին, որպեսզի իրենք համապատասխանեցնեն իրենց ստանդարտները Եվրամիության ստանդարտներին, ոնց որ ասած, հայ հետ այս օրերի համար։ Ես հասկանում եմ, որ դա դժվար է, դա ծախսատար է, դա ազդում է ինքնարժեքի վրա, գնի վրա եւ այլ, պահանջում է ներդրումներից, դա ամենը հասկանում, բայց մեկը անել պետք է անեն, չէ՞։ Լավ է շուտ, քան ուշ, ոնց որ ռուսներն են ասում, тяжело в учениях, легко в бою, չէ՞։ Այսինքն հիմա ավելի լավ չի պատրաստված լինեն այդ իրավիճակին, քան իրավիճակը գա, հետո նոր սկսեն պատրաստվել այն իրավիճակին, որը արդեն իսկ եկել է։ Հիմա նույն ծաղիկների մասով ես գիտեմ, որ բազմաթիվ տնտեսվարողներ իրենց ցանկությամբ դեռ ամիսներ առաջ սկսել էին իրենց արտադրանքը համապատասխանեցնել Եվրամիության ստանդարտներին, դա սոխուկների հետ կապված, ձևի, չափի, հազար ու մի հարցեր կային, շատերն էլ դա չէին արել։ Հիմա չարժի արդյոք, որ մենք ինչ-որ ծրագրերով կամ օգնենք, կամ այնպիսի սահմաններ դնենք, եթե կուզեք սահմանափակումներ նույնիսկ դնենք, որ իրենք ստիպված լինեն դա անել, իրենց իսկ օգուտի համար, սև օրվա համար, որը կարող է մի օր գալ, կարող է եւ չգալ, բայց լավ է պատրաստ լինել այդ օրվան, քան անպատրաստ։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, պարոն Եղոյան։ Տեսեք, ստանդարտները դե ֆակտո եւ դե յուրե ներողություն դրված են։ Երբ որ մենք ասում ենք ԵԱՏՄ-ում ծաղիկի ստանդարտ, ԵԱՏՄ-ում ծաղիկի ստանդարտը շատ նույնական է ԵՄ-ի ծաղիկի ստանդարտին։ Այստեղ խնդիրը ուրիշ տեղ է։
դու երբեմն ստանդարտից ներքև ապրանք ես արտադրում, որը այնուամենայնիվ կարող հայտնվի ինչ-որ տեղ ու վաճառվի։ Այդպես մի անգամ լինում ասում եմ, բայց ինչի՞ է փողը շատ ծախսեմ։ 2, 3, 4, հետո բանակ դու նստում ես այդ ասեղի վրա, կներեք, տենց սկոպիտ բառ եմ ասում, որովհետև դա հարմար բան է, բայց բնականաբար երբ որ դու նստել ես այդ միջավայրում ու բանալում, արդեն դու դառնում ես խոցելի։ Եվ X բայ, երբ որ դու խոցելի ես դառնում, օրինակ։ Հիմա իմ ասածը ուրիշ բան է։ Այնուամենայնիվ մենք իհարկե դա նաև ծախսատար է, որակին համապատասխանությունը արժի փող, շատ փող արժի։ Եվ կառավարությունը այդ փողի մի մեծ մասը հաճախ մեր ներդրումները հավասարազորեն ներդրողի կատարած ներդրումներին կատարում ենք, որպեսզի իրենք նաև այդ հատվածությունը ունենան, որովհետև այո, ոմանք մշտապես իրենց մտքում ունեն, որ իրենք պետքա դիվերսիֆիկացվեն, ոմանք ապրում են մի քիչ ավելի կարճ, այսպես մտածողությամբ եւ այս պահին ինչ կա հարմար, այսինքն ես այդ մարդկանց հետ շփվում ես, գիտեմ, տեսնում եմ իրեն, նաեւ տարբեր են գործարաններ, տարբեր են մարդիկ, բայց նաեւ ելի եմ կրկնում ցանկացած ճգնաժամ ինքը լավ կառավարման պարագայում նաեւ հնարավորություններ է ստեղծում։ Եվ հիմա մենք այս իրավիճակում կանգնած ենք մեր արտադրողների կողքին եւ նրանցից յուրաքանչյուրը, ով կուզենա կրթվել, ով կուզենա տեխնոլոգիապես զարգանալ, ով կուզենա արտահանել։ Պապան, իմ ասածներն է ուզենա չուզենա։ Այդ ով կուզենային որ թողնենք, կարող է մեկը ուզենա, երեքը չուզենա։ Շատ լավ։ Այսինքն որ ուզենա չուզենա դա։ Ուզենա չուզենա։ Դե մենք 8 տարի այդ թեմաներից դուք շատ լավ գիտեք, էլի 18 թվականից դա կա եւ կոնյակի հետ կապված այդ հարցերը կա, բոլոր հարցերը կային, որոշ հարցեր լուծվել են, որոշ հարցեր, բայց մենք միշտ ոնց որ անում ենք 2 քայլ առաջ, 1 քայլ հետ, 2 քայլ առաջ, 1 քայլ հետ, ինչը էլի առաջընթաց է, բայց այնքան առաջընթաց չի, ինչքան 2 քայլ առաջ, հետո նորից 2 քայլ առաջ։ Շնորհակալ եմ, ճիշտ եք ասում, ես 1 դրվագ ձեզ ներկայացնեմ։ 2 ամիս է մենք մեր տարբեր արտադրողների, սպիրտ արտադրողների։ Տեսեք, հիշում եք, առաջ ասում են Ռուսաստանում են կանգնացնում, Վրաստանում են կանգնացնում, հիմա Հայաստանում են կանգնացնում իրենց։ Այսինքն առաջ ասում են դե մենք գնում ենք մեզ Վրաստանում կանգնացնում ենք, կամ մենք գնում ենք մեզ Ռուսաստանում կանգնացնում ենք։ Հիմա իրենց Հայաստանում ենք մենք կանգնացնում։ Ասում ենք գնաս լաբորատորիա եւ տարբեր իհարկե բողոքներ եմ ես ստանում, տարբեր չգիտեմ, միջնորդություն չի անցնում։ Պետք է գնաք, ընդ որում ստուգվում են այնքան, ինչքան մեր այս պահի լաբորատոր կարողությունն է։ Այսինքն լաբորատորիան 100% ծանրաբեռնացած աշխատում է։ Զուգահեռ դիմել են կառավարություն մեծացնելու լաբորատորիան։ 2 անգամ շատ հնարավորություն կունեն, 2 անգամ շատ կկանգնեն։ Այսինքն նկատի ունեմ կա մեքենա, որը այս պահին կարող է եւ այդ ռիսկերի բանով չի հասնում, բայց դրա պատճառն է, որ ուղղակի լաբորատորիայի կարողության հարց մենք ունենք։ Այս էլ է շատ կարևոր հարց, որ լաբորատոր կարողությունների ընթացքում պետքա ձևավորենք, զարգացնենք։ Ուզում եմ ասել, իրականում մեր տնտեսական վերափոխումը հաջորդ հնգամյակում բացարձակապես որակական եւ արտադրողականությանը միտված է լինելու եւ հիմնական ներդրումները մենք կատարելու ենք, նույնիսկ մեր նախնական ծրագրում այսպիսի բան կա։ Գյուղատնտեսություն ասելով մենք հիմնականում հասկանում ենք ինտենսիվ գյուղատնտեսություն։ Այսինքն դա ինչ է նշանակում, դա նշանակում է, որ մենք խոսում ենք գյուղատնտեսության մասին, գյուղատնտեսությունը դա այն մեծ ծառը չի 10 մետրանոց, որը 2 արկղ դեղց է տալիս, դա այն ծառն է, որը 2 մետր է ու 7 արկղ բերք է տալիս։ Դա է, դրա մասին ենք մենք խոսում եւ մեր թիրախը այդ ծառն է ու այդ ծառը մշակող մարդը։ Ես ուղղակի խնդրում եմ այդ հարցում չընկրկել, էլի։ Իրականում հատկապես որ ընկրկելու տեղ էլ շատ չկա։ Այո, եւ նաեւ կարծում եմ շատ լավ ժամանակ է ստացած մանդատն էլ մեզ, որովհետեւ մենք նույնիսկ նախընտրական process-ների ժամանակ, նախընտրական տարում մենք
չեն գնացել ընդառաջ, որ շատ հաճախ քաղաքական գործիչները կարող էին զիջումների գնալ, կարող էին մենք նույնիսկ վերջին տարում ամենամեծ աշխատանքն է կատարվել, օրինակ 5 տարվա հետ համեմատած, եւ բայց սա իհարկե մեզ չի բավարարում, պետք է այլ ավելի առաջ գնանք։ Շատ լավ, մի հարց էլ ես ունեմ, պարոն Պապյան։ Նախ սիրելի հայրենակիցներ, օգտվելով առիթից ես էլ եմ շնորհավորում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հաղթանակը հանուն ժողովրդավարության, հանուն ազատ, անկախ ինքնիշխան Հայաստանի եւ այստեղ մի արձանագրում եմ ուզում անել, որ մենք հանդիսանալով ԵԱՏՄ անդամ վերջին տարիներին բավականին լուրջ հաջողություններ են գրանցել մեր տնտեսությունում եւ սա փաստ է։ Այո, կա իրավիճակ, որ բազմաթիվ հայկական ապրանքներ այսօր խոչընդոտվում են եւ մեր արտահանումը ինչ-ինչ պատճառներով որոշակիորեն տուժում է, բայց նաեւ ուզում եմ արձանագրել, որ հարյուրավոր ապրանքներ էլ կան, որոնք անխոչընդոտ արտահանվում են։ Այսինքն այդ ապոկալիպտիկ մոտեցումները, որ ԵԱՏՄ-ի հետ կապված կան, իմ կարծիքով ոչ ամբողջական են ու տեղին չեն այդքան։ Իհարկե մենք պետք է աշխատենք, ամեն ինչ դիվերսիֆիկացնենք, պետք է փորձենք ոչ միայն Եվրամիություն, այլ նաև արաբական աշխարհ, ԱՄՆ, չգիտեմ, մինչև անգամ ամենաանհնար տեղերը մեր ապրանքը արտահանենք։ Բայց նաև ուզում եմ արձանագրել, որ այս իրավիճակի պատասխանատուն նաև մեր ընդդիմադիր գործընկերներն են շատ հաճախ, ովքեր որ ամեն հնարավոր միջոցով փորձել են վնասել Հայաստանի Հանրապետությանը, մեր արտահանողներին, որպեսզի նախընտրական փուլում նվազեցնեն իշխանության ռեյտինգը եւ իհարկե պետք է նաեւ արձանագրել, որ ինչ որ հարցում միգուցե նրանք հաջողել են, որ կարողացել են այնպես անել, որ կան ապրանքներ, որոնց հետ կապված մենք խոչընդոտներ ունենք։ Սա քաղաքական մոտեցում է, որը իրականություն է եւ ես կարծում եմ, որ այս փուլում մենք շատ հստակ խնդիր ունենք, ինչպես Եվրամիության եւ մյուս երկրների հետ զարգացնելու մեր հարաբերությունները եւ արտահանումը դիվերսիֆիկացնելու, բայց ԵԱՏՄ շուկան էլ ոնց կա այդպես օգտագործելու, ինչը մենք արել ենք եւ անում ենք։ Հիմա այստեղ խոսք է գնում գյուղմթերքի, չգիտեմ, ծաղիկների եւ բանի մասին, բայց պարոն Պապյանն էլ վստահաբար կհավաստի, որ հարյուրավոր ապրանքներ կան, որ արտահանվել են։ Հիմա մենք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետն է հայտարարել, որ ԵԱՏՄ շրջանակներում շարունակում ենք մենք գործունեությունը եւ նաև այս խոսքը սուղում է մեր հարգելի քաղաքացիներին, ովքեր որ ընտրել են ինքնիշխանությունը, անկախությունը, խաղաղությունը, որ նրանք իմանան, որ մենք ամեն ինչ անելու ենք, որ ԵԱՏՄ շրջանակներում կարգավորենք այն հարաբերությունները, ինչը որ բխում է Հայաստանի Հանրապետության պետական շահից։ Այս կոնտեքստում կուզենամ արձագանքեք, պարոն Պապյան։ Շնորհակալ եմ։ Նախ քաղաքական արձանագրման մասով նշեմ, որ մենք իրականում ավելի ուժեղ մանդատ ենք ստացել այս ընտրություններում, քան նախորդ, եւ դա արտահայտվել է հավելյալ 38399 ձայներով։ Այսինքն 25 թվականի խորհրդարանական ընտրություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ստացել է 727000 ձայն, այնինչ նախորդ ընտրություններում դա եղել է 688000։ Դա շատ ավելի ուժեղ քաղաքական մանդատ է, սա մեկ։ Երկրորդը, դուք պարոն Հակոբյան նշեցիք, ներողություն եմ խնդրում, մեջբերեմ, ԵԱՏՄ շուկան ոնց կա, այդպես օգտագործել, ես կարծում եմ, որ ԵԱՏՄ շուկան ոնց կա, ավելի շատ է պետք օգտագործել, այսինքն մեր խնդիրն է ԵԱՏՄ շուկայում անընդհատ ու ավելի շատ վաճառել, այսինքն ոչ թե ԵԱՏՄ շուկան պահենք այսքան մյուս տեղերում զարգացնենք, այլ ԵԱՏՄ շուկան պետք է անընդհատ մեծանա եւ հայկական ծագման ապրանքների վաճառքի ծավալները ԵԱՏՄ շուկայում պետք է մեծանան։ Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ-ի լիիրավ անդամ է եւ Հայաստանի Հանրապետությունը
արդեն իսկ գործարկել է բոլոր մեխանիզմները, որպեսզի մեր արտադրողների իրավունքները ԵԱՏՄ շուկայում պաշտպանվեն, այդ թվում օրինակ սկսվել է process-ներ բարիերների հետ կապված, այնտեղ կա, այսինքն դա ԵԱՏՄ կանոնադրությամբ է, երկրները կարող են օրինակ հայտ ներկայացնել, որ այսինչ երկիրը օրինակ բարիեր է դեմ կիրառում, այնինչ երկիրը մենք բազմաթիվ այդպիսի դեպքերի մեջ եղել ենք, բազմաթիվ երկրներ իրար դեմ են այդպես արել, դա նորմալ աշխատանքային ընթացակարգ է եւ մենք լիիրավ անդամ ենք, մենք պատրաստվում ենք ԵԱՏՄ-ում աշխատել եւ պատրաստվում ենք ԵԱՏՄ-ում մեր իրավունքները պաշտպանել եւ դա շատ տրամաբանական է եւ պատրաստվում ենք ԵԱՏՄ-ում ավելի շատ ապրանք վաճառել։ Շատ ուղիղ ասեմ եւ դրա համար ԵԱՏՄ-ում մեխանիզմներ կա, օրինակ ԵԱՏՄ-ում գրված է, որ եթե մի երկիր համարում ես, որ բարիեր է կիրառում քո նկատմամբ, դու սկսում ես process, հետո գնում ես հանձնաժողովում քննարկումներ եւ այդ քննարկումների արդյունքում եթե չկարողանան հիմնավորել, թե դա ինչու է տեղի ունենել, պետք է դա վերանա, այդպիսի բազմաթիվ դեպքեր կա, դա նոր բան չի, առաջին անգամ չի եւ մենք էլ երբեմն բաներ կա ասում ենք անենք, հետո ասում ենք չէ, սա կարա բարիեր օրինակ գնահատվի չենք անում, այսինքն նկատի ունեմ դա նորմալ աշխատանքային գործընթաց է։ Երևի թե այսպես կարող եմ մեկնաբանել այդ առումով, որ մենք ԵԱՏՄ անդամ ենք, ԵԱՏՄ-ի բոլոր ընձեռած հնարավորություններից պետք է օգտվենք եւ այնպես ինչպես ԵԱՏՄ մյուս երկրները օգտվում են Հայաստանի մասնակցության հետևանքով ուրեմն ընձեռած հնարավորություններից։ Եթե կարելի է, ես մի շատ կարճ նորից ընչեցնեմ հարց, նախ ուզում եմ եւս մեկ արձանագրում անել Հայաստանի մասնակցությունը ԵԱՏՄ-ի մասով, օրինակ Իրանի հետ կապված մենք ունենք ազատ առևտրի գոտի, ԵԱՏՄ-Իրան եւ Հայաստանը միակ երկիրն է, որ ունի ցամաքային սահման ԵԱՏՄ երկրներից եւ Հայաստանը հանդիսանում է Իրանի համար դարպաս ԵԱՏՄ, ինչպես նաեւ հակառակը։ Եվ ընդ որում այստեղ պետք է արձանագրել նաև Հայաստանի Հանրապետության կարևորությունը ԵԱՏՄ-ում, ոչ թե միայն նախ այնտեղ մաքսատուրքերի հետ կապված, վստահ եմ պարոն նախարար այդ թվերը շատ լավ նաև հանրությունը գիտի ինչքան ենք մաքս տվել, ինչքան ենք ստացել եւ այլն։ Այնպես որ այո, Հայաստանը նաև շատ կարևոր գործընկեր է ԵԱՏՄ անդամ երկրների համար։ Ես մի հարց ունեմ, 2025 թվականին արտանման ծավալը Հայաստանի Հանրապետության կազմել է 8.4 միլիարդ դոլար, որից 4.4 միլիարդը հայկական ծագման ապրանքներն են եղել։ Պարոն նախարար, եթե ձեր ձեռքի տակ կա, խնդրում եմ ներկայացնել 25 թվականին Հայաստանի Հանրապետությունից դեպի շուկաներ, արտանման շուկաներ, արտանման կառուցվածքը ըստ ապրանքների, եթե չկա, խնդրում եմ գրավոր ներկայացնել եւ մի քանի առաջնահերթություններ նշել ապրանքների։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, մի կարևոր բան եմ ուզում, իհարկե կա ձեռքից տակ, բայց երևի ավելի նպատակարար կլինի ամբողջական ցանկի համար գրավոր նաև ձեզ փոխանցենք, բայց ես ուզում եմ մի կարևոր բանի մասին խոսել։ Մենք նախորդ տարի այսպիսի մի կառավարության որոշում արդեն իսկ ունեցինք, իսկ նախորդ տարվա սկզբում չկար այդպիսի հարցեր, կար քաղաքականություն, որ մենք ուզում ենք դիվերսիֆիկացնենք եւ մեր արտանման մի մասը ուղղենք օրինակ եվրոպական շուկա։ Եվ ընդունեցինք մի կառավարության որոշում, որտեղ ասում ենք, որ Եվրոպական միության անդամ երկրներ, գումարած Նորվեգիա, Մեծ Բրիտանիա, Կանադա եւ կարող է ևելի մեկ-երկու երկիր լիներ, որոնք ԵՎ անդամ չեն, բայց քաղաքակրթական եւ տնտեսական առումով ըստ էության նույն միջավայրն են ներկայացնում, որոշեցինք, որ այդ երկրների համար մաքսատուրքի փոխհատուցում պետք է անենք։ Եվ թիրախ էինք դրել 15% ուրեմն մշակող արտադրության արտադրանքի աճը ավելացնենք այդ հատվածում տարվա կտրվածքով։ Ինքը ոչ ամբողջ տարին չարեցինք, որովհետև ուշ էինք արել, դեռ 8 ամսով, բայց այդ 8-9 ամսվա կտրվածքով մենք այդ տարեկան 15-ը ապահովեցինք։
Այսինքն ավելի կարճ ժամանակացում ամբողջական թիրախը ապահովեց եւ մշակող արդյունաբերության արտադրանքը, մասնավորապես տեքստիլ, ծխախոտ, շոկոլադ, պտուղ բանջարեղենից մթերքներ, պահածոներ եւ այլն, այսինքն այդ արտադրանքների արտահանումը Եվրոպական միություն ավելացավ 15%-ով, հիմա մի հատ էլ դրա վրա ենք 15%-ի թիրախ ըստ էության դրել։ Սա ինչի համար եմ ասում, որովհետեւ այն տրամաբանությամբ, որ այդ փոփոխությունները նաև նրա մասին, որ վարչապետ նշեց, որ մենք Եվրոպական միություն եւ Չինաստան մեր արտահանումը կրկնապատկվել է առաջին 4-5 ամիսներին այս տարվա, դրանք այդպես ուղղակի տեղի չեն ունենում։ Այդ բոլոր աճերի հետևում կան կոնկրետ ծրագրեր, այսինքն որ հիմա ասեք այս թիվը ինչի է այս թիվ, ես կասեմ, որովհետև այս ծրագիրը կա, ինչի է այդ, որովհետև այդ ծրագիրը եղել էր, հիմա չկա, ենթադրենք, այսինքն մեր մասնակցությունը լիբերալ մասնակցություն է, բայց իրականում շատ մեծ է մեր տնտեսության ուրեմն զարգացումների մեջ, դրական իմաստով մեծ է, այսինքն մենք ուղղակի աջակցությունների շատ մեծ ծավալներ ենք տալիս տարբեր մակարդակներում եւ մի հետաքրքիր բան էլ իմիջայլոց կարող է մանիպուլացվել, թե 25-ի արտահանումը 24-ից պակաս է եւ ընդ որում տենդենսը կարող թվա 26-ին եւ 25-ի նույնական, բայց երբ որ հանում ենք բանը, տեսեք, առաջ 4 ամիսը որ նայում ենք, բացարձակ արտահանումը -3%, բայց հենց հանում ենք ոսկին 23% աճ, 23%։ Մաքսատուրքն էլ է։ Հիմա տեսեք, այդ ոսկին ինչ է։ Գալիս է Ռուսաստանից ոսկի Հայաստան, մի հատ ներմուծումը, ասենք 3 միլիարդի ավելացավ, հետո մի հատ էլ 3 միլիարդի ոսկին գնաց օրինակ ինչ որ տեղ, Հոնկոնգ կամ Էմիրություններ, մի հատ էլ 3 միլիարդի արտահանում։ Այդ process-ի մեջ Հայաստանի Հանրապետությանը ոչ մի բան չի մնում։ Մի հատ, մի երկու աշխատող կա, օդանավակայանից հանում են այդ ոսկին, տանում են, հիշում եք, նախորդ նույնիսկ մի երկու տարի առաջ ավազակային հարձակում եղավ, այդ ճանապարհին էր։ Այդտեղից տանում են մի հատ տեղ կա, բանը, մի 3 կիլոմետր հեռավորության վրա։ Հա, կարգո։ Այդ ճանապարհն է, այդ ճանապարհին ծախսված, չգիտեմ, բենզինն է, ճանապարհի 2-3 աշխատողն է։ Համարյա ուրիշ բան Հայաստանին դրանից չի մնում, մեկ էլ այդ տանող բերողի շահույթը, որը մեծ չի իրականում, այնտեղ շատ բան է, փոքր է։ Հիմա, հա, մարժան շատ փոքր է։ Այդտեղ դա է պատճառը, որ արտահանումը բացարձակ թվով 3% իջել է, բայց